Տեսեք ոնց էին գնացել, ինչքան մարդեր գնացել դիմավորելու վեհապարին, մոտավորապես 3000 մարդ, այն էլ մի քանի ժամվա ընթացքում պարոն Վանեցյանը հայտարարություն արեց, Իշխան Սաղաթելյանը այդպես հավաքվեցին, տեսեք, բայց ինչ խոսք, սա ուզում անպայման փոխանցել, աղետաբեր իրականության մեջ բացառիկ անելիք ունեն մեր մտավորականները, ուր եք, թե նորեն հերթական իշխանությանն եք հաճանալու, հայր ասողիկն է ասել, ակնել իսկ այս աղետաբեր իրականության մեջ բացառիկ անելիք ունեք, ազգային պետության եւ ազգային եկեղեցիներ վտանգված, իսկ դուք լռում եք, թե նորեն հերթական իշխանությանն եք հաճանալու, սկզբունք կոչվում եւ այս խայտարակ խայտարակությունը, գիտեք, ես նայում էի նայում էի պատմությունը բացառություն Մերուժան Տեր-Գուլանյան, ես չգիտեմ, այո։ Մեկ-երկու Խաչիկ Մանուկյան, մի քանի հոգի, դուք չեք ամաչում, լավ այդ մտավորական բառը, որ եղած չեղած ժամանակ սենց ծեծում եք, ձեր կուրծքը ասում եք, մենք մտավորական ենք, լավ դուք չեք ամաչում, դուք չեք տեսնում։ Ուրա գրողների միության հայտարարությունը, նկարիչների, կինեմատոգրաֆիստների, թատերական գործիչների, լավ դուք գետինը չեք մտնում, լավ ասենք թե վախենում եք Նիկոլից, այդքան եք վախենում, հա, դուք չեք տեսնում, որ այս մարդը Դավիթ Գասպարյանի զանգել էին գրականագետ կծկտուր երկու բառով վախեցած, վախվորած չի կարելի։ Իսկապես ամոթ, Նիկոլը գնալու է, ինչպես Էս Նիկոլը գնա այդ իրանց ախորժակով մեծ գլուխներով կգան առաջ կասեն մենք մեր պահանջները մեր կասկածում եք որ նորից գալու են հրապարակ մենք թույլ չենք տալու Նիկոլը գնալու է ինչպես արդեն մենք տեսանք իր տիկինը 2 տարով գնում է Չինաստան վերապատրաստվելու սենց կամած են Լուիս Քերոլի Չեշիրյան կատվի նման սենց անեանում են կամած քպեականներ ձեզ համար սա ահազանգ չի որ Նիկոլի ընտանիքը կամած թռնում է բա մնալու եք դուք ժողովրդի դեմ հանդիման գրողների միություն, նկարիչների միություն, կինեմատոգրաֆիստների միություն, չեն ասելու, թույլ չենք տալու, այդքան վախենում եք, մի վախեցեք, չի սատկացնի ձեզ Նիկոլը, ձեր լափը, դուք ինչ որ միտեղից, էլի կստանաք։ Այդ ինչ է, Արմենիկի ստացած է ինչ անի Կողոսյան, որ տենց իրան ես կարծում եմ գրանիշնի այդ բաները։ Ես դրան ասում եմ դրա գնահատականի ժամանակը գալու է այդ կերպարները, հա, դրանք Կարեն Անտաշյաններ։ Այո, դրանք բոլորը Կարեն Անտաշյան ծառի, թփի, բնության պայքարում է իր բան։ Երեք էլ տարածել են աշխարհիս ամենաաղտոտված կեղտոտ քաղաքն է։ Գոնե դրա համար հա լավ թքած ունեք Արցախի վրա, թքած ունեք հայարակելական եկեղեցու վրա, ես չգիտեմ ձեր այդ ինչ են արել էս Սորոսներն ու Արևմուտքն ու Նիկոլեից ինչ են արել ձեզ, որ դուք սենց սարսափած վախեցաք, տալիս, վաղը սրանց ճակատին բոլորին պետք է սենց դաջել Անտարեսի իր ամբողջ կազմով, Գրանիշի իր ամբողջ կազմով, Տիկնիկային թատրոնի իր ղեկավարով, Մատենադարանի ղեկավար Արա Խզմալյանը իր բանով Չիլլոյով մարդը տենց բանը, բա մի հատ այդ Սոկրատյան հանգստության տեր այդ մարդը մեռել է թե կա, ինչ է անում։ Չգիտեմ, կարող է մեռել։ Բայց Խելագարը հարձակվել է հայարակելական եկեղեցու վրա, էլի բան չունի ասելու։ Տիկին Թոմասյան, այս մարդիկ, այս ձեր Հենրիկ Հովհաննիսյանները։ Սրանք բոլորը Ամիր Խանյանն է խոսել, այնտեղ ասել է ես ասելիք ունեմ կաթողիկոսին, այ խեղճ ու կրակ ողորմելի թշվառական։ Բա դու ասելիք չունես Նիկոլին։ Ողորմելի, հա, ասելիք չունես։ Այս բոլոր մարդիկ, այսպես կոչված, իրանց մտավորական հորջորջողները, որ ամեն տեղ սենց իրանց դոշը ճեցեցում են։ Վարդան Պետրոսյանը եկեղեցին հավատը, ես հավատացյալ եմ։ Վարդան, բա մի ձայն հանի։ Ոնց հանի։ Հա, բա մի ձայն հանի։ Ականջները կմեխի պատին, ոնց հանի։ Բայց ես կրկնում եմ բոլորը այս մտավորական Միքայել Պողոսյան, դե դրա անունը մի Արմեն Էլբակյան, չէ, այս անուններով է պետք տալ, դիքիզը, ինչի՞ չէ։ Ես էլ ասում եմ բոլորը։ Արմեն Խանդիկյան, հերթով էլի, Արամ Իսաբեկյան, ասեք։ Բոլորը։ Արամյան, նկարիչների միության ղեկավար, գրողների միության ղեկավարը, Արամ Սաթյան։ Այո, այս ինչ անուն որ տվեց Տիկին Թոմասյանը, դուք այլևս նի ռուկա պաժատնի եք, դուք այլևս
ձեր ձեռքը այլևս սեղմել չի կարելի, այդ որ ձեզ մտավորական եք համարում, գրողների միություն, նկարիչների, ես չգիտեմ թատերական գործիչների, տարբեր միություններում, որ ձեր լեզուն մտցրել եք ձեր հետևը եւ ձայն չեք հանում, երբ որ տեսնում եք Ալաշուքյուր Փաշազադե, Նիկոլ Եռյակը ժանիքներով հարձակվել եւ հոշոտում է հայ առաքելական եկեղեցին, ձեն չեք հանում, վաղը ձեր երեսին թքելու են, փողոցում, վաղը որ Նիկոլը չի լինի, իսկ Նիկոլը չի լինելու, դուք չեք կարողանալու պատերի տակ վնգստալ, թե ինչ անենք, աղքատ գրող ենք պահում, 2 կոպեկ մեր տարածքները վարձակալության ենք տալիս, այդ Նիկոլի հետ պայմանավորվել եք, հա, որ աչք ապակում, որ այդ կենտրոնում ստեղծագործական միության ամբողջ հարկերը վարձակալության եք տալիս, ակադեմիկներն են նույն բանը ասել, ակադեմիկները ասել են դե 50% էլ արցախցիա, ողորմելիներ։ Այո, ձեր երեսին թքելու են փողոցում, դուք չեք կարողանալու, չադրայով եք դուրս գալու։ Չէ, իրանք գիտեն միշտ իրենց մոտ ստացվելու է, միշտ ստացվելու է իրենց։ Առնվազն իմ եւ մեր նման մարդիկ կան, որ փողոցում անցնելուց ձեզ ասելու են, դուք լռեցիք, երբ որ հանձնվում էր Արցախը, դուք լռեցիք, երբ որ արյունոտ երախով Ալաշուքյուր Փաշազադե Նիկոլի եւ Ալիևի հետ հարձակվել է հայ առաքելական եկեղեցու վրա, դուք ձեր լեզուն մտցրել եք ձեր հետույքը մտավորական կոչեցյալներ եւ եթե ձեզ թվում է, որ Նիկոլը գնաց, դուք նորից ջրի երես եք դուրս գալու, ես խոստանում եմ, այսենց ձեռով, սենց պոմպի նման, ձեզ նորից մտցնելու ենք ջրի տակ, որովհետև դուք ձեր նմանները մշտապես պիտի մնաք ջրի տակ, որովհետև ձեր համար, ձեր երեսին շպրտած մի կտոր լափը, մի կոպեկը ավելին է, քան Արցախն էր, ավելին է, քան հայրենիքն էր,